ԿՊ-ականները պնդում էին, որ սա բացառապես իրավական գործընթաց է, որ չեն կարող գնահատականներ հնչեցնել։ Եկեք պարզ տրամաբանությամբ գնանք։ Այն ինչի համար ձերբակալել Մարտուն Գրիգորյանի հորը, որդուն, ավականու տեխնացուներ, իմիջիալուց Կարեն Գրիգորյանը, Մարտուն Գրիգորյանի որդին էլ է ավականու տեխնացու եւ Մարտուն Գրիգորյանի թիմի անդամներին, բառացիորեն նույն բանը արել է իշխանության տեխնացու Սարիկ Մինասյանը։ Բառացի այդտեղ քննարկում չկա, ուղղակի մեկ տարբերություն։ Շիբինապատել փողոցներից մի քանիսը Գյումրի, Սարիկ Մինասյանը դա արել է համայնքային բյուջեի հաշվին, իսկ Մարտուն Գրիգորյանը դա արել է անձնական միջոցների հաշվին։ Նենց պահեիք այդ քաղաքը մեր երկրի երկրորդ քաղաքը, որ նման գործողությունների կարիք չառաջանար։ Եթե դա դուք դիտարկում եք ընտրակաշառք, ապա նույնը պիտի անեք Սարիկ Մինասյանի նկատմամբ։ Ինչ վերաբերվում է գործընթացի քաղաքական հետապնդման այլ ասպեկտին, անկախ նրանից, թե ինչ որոշում հիմա կայացնի դատարանը, ընտրություններից 3-4 օր առաջ թիմի առանցքային դերակատարներին ձերբակալելը, տեխնացուին, ազգականների նկատմամբ ճնշումները արդեն իսկ քաղաքական ճնշում է։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ինչ վերաբերվում է առհասարակ ընտրական գործընթացին, ես կարծում եմ, որ գյումրեցին պիտի ամսի 30-ին իր քվեով գնահատական տա, թե ինչպես է վերաբերվում այն տեխնացուին, ով Երևանից անօրեն կերպով բռնել տալով, իրավական համակարգը միացնելով, փորձում է ճնշել մեկ այլ գյումրեցու։ Ես ներողություն եմ խնդրում, ես վստահ եմ, որ պարոն Մինասյանը ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի կողմերը առհասարակ չերևա մինչև ընտրությունները, ուր մնաց Գյումրի գա, բայց տենց հեռահար ճանաչելով պարոն Փաշինյանի վստահությունը, որ ինքը երկնքից աստղեր է իջեցնում, ինքը պարտադիր կգնա ու կհարամի Սարիկ Մինասյանի առանց այդ էլ վատ ռեյտինգը, ինչպես ժամանակին արեց Երևան քաղաքի ավականու ընտրությունների ժամանակ Տիրան Ավինյանի առանց այդ էլ վատ ռեյտինգի պարագայում։ Չգիտեմ Կիրակի գալու իմաստը որն է, ինձ թվում է այս մինչև լռության օրը կհասցնի մի որևէ վնաստալ։ Ոնց եղավ, որ ԿՊԱ-ականները անդադ թիրախավորում են Վարդան Ղուկասյանին, որպես տես նախկինների կարկառու ներկայացուցիչ, որ չգիտեմ, այ ուրիշին ձեն տալով Վարդանիկին եք ձեն տալիս, չգիտեմ, գալու է հեսալի թալանի կրպի, չգիտեմ ինչ, բայց այդ ձերբակալում են Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն կամ Կարեն Սիմոնյանի թիմակից։ Գիտեք, պարոն Մակարյան, ես Գյումրիում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ առաջնային տպավորությունս կազմում եմ ընկերներից, գործընկերներից ասածների վերաբերյալ։ Մարտուն Գրիգորյանը իր մեծ հանրահավաքի ժամանակ դրա վերաբերյալ իր կարծիքը հայտնել է, ինքը համարում է, որ հենց այդ բացահայտման պատճառով է սկսվել այս ողջ գործընթացը եւ ես հակված եմ համաձայնվելու գործընկերոջս կարծիքի։ Իդեպ ներողություն մի բան է, ԿՊԱ-ականները տենց իրենց զոհի տեղ դրած մի քիչ ասում են, որ կա 9 տեխնացուից 8 հանդիմադիր եւ Սարիկ Մինասյանը միայնակ պայքարում է մարտնչում է 8 տեխնացուի դեմ, 8 թունդ հանդիմադիրների դեմ։ Դա իմ նախ եկեք այդ թունդ հանդիմադրի պահը ես կասկածի տակ դնեմ, բայց դա առանձին պատմությունն է։ Երկրորդ թե ինչ որակով է ինքը մարտնչում, մենք երեք տեսանք, ինքը չի մարտնչում, իրավ ապա համակարգն է մարտնչում։ Իսկ այն Փաշինյանն էլ ասում Արցախը չեմ հանձնել, հետո ինչ։ Իսկ թե ինչն է պատճառը, որ ինքը մնացել է միայնակ ըստ իր ձևակերպման, նորմալ է, դավաճան Նիկոլ Փաշինյանի կուսակցություն ներկայացնող տեխնացուն ցանկացած ընտրությունների ժամանակ պիտի միայնակ լինի։ Արման Բաբաջանյանն ու իր ընկերները չեն։ Դե պատկերացնում եք ինչ խայտարակություն է, եթե ինչ-որ մեկից հրաժարվում է անգամ Արման Բաբաջանյանը։ Իմ կարծիքով դրանից հետո պետք է ինքնասպանություն գործել։ Արման Բաբաջանյան, դուք նշում եք, որ այն ինչ արել է Գրիգորյանը, նույնը անում է Սարիկ Մինասյանը։ Գրիգորյանը ինչ է արել։ Ըստ փաստաբանի ընտրական օրենսգրքով արգելքներ չի խախտել։ Իհարկե չի խախտել, ես հենց դա եմ փորձում բացատրելու, եթե այդ գործողությունը, այսինքն շիբինապատելը քրեորեն պատժելի է, Սարիկ Մինասյանին նույնն է։ Ընտրական օրենսգրքով Ես իրավաբան չեմ, եկեք երկար չբացատրեմ։ Նու դա խոստումները առհասարակ առանձին պատմություն են, ամեն դեպքում ինձ թվում է հեսա այդ թվում նաև փաստաբանների մեկնաբանությունից մենք կհասկանանք, որ այս գործընթացը բացառապես քաղաքական դրդապատճառներում։ Քաղաքական դրդապատճառներից խոսեցիք, այսինքն ուղիղ հրահանգավորում է իջեցվել Փաշինյանը
Փաշինյանի կողմից, պարոն Մամիջանյան։ Դե ես իրանց այդ SMS-ային WhatsApp-ային համակարգը չգիտեմ, թե ինչ-որ մեկը նախաձեռնողականություն է դրսևորել, Փաշինյանն էլ ասել է ապրես, թե Փաշինյանն է հանձնարարականը տվել, այդ ճիշտ ասած իրանց ներ թիմային, ներընտանեկան զզվելի ընդ որում հարաբերությունների մեջ եկեք ես չխորանամ, ակնհայտ է, որ առկա է պատվիրված քաղաքական գործընթաց, թե Գյումրիից են նախաձեռնել, խնդրել իրենց օգնել, թե Երևանից են որոշել օգնել իրենց տեխնացուին, այդ արդեն իրանք թողնած Իդեպ ասում են, որ սա նվեր է ընդդիմությանը։ Կարծեմ Արտոն Գրիգորյանն էր ասում, որ իշխանությունը այսքանով նվեր արեց, այսինքն իրենց ռեյտինգը ավելի կբարձրանա։ Գիտեք, ես վստահ եմ, որ բոլոր իրական ընդդիմադիր տեխնացուները Գյումրիում առաջադրված, բոլոր իրական ընդդիմադիր տեխնացուները վստահ էին, որ նման եւ ավելի վատ զարգացումներ են լինելու։ Այստեղ հենց նոր եկավ Մամիկոն Ասլանյանը, ով ահռելի ժամանակ ճաղերի հետևում էր անցկացրել նույն պատճառով, որովհետև հաղթել էր ԿՊ-ին։ Այնպես որ վստահ եմ, որ իրական ընդդիմադիրները գիտեին, որ նման բաներ տեղի են ունենալու, սրանք մեր համար բացահայտումներ չեն ու sense բաներով լռեցնել որևէ իրական ընդդիմադրի, իրական հայրենասերի դա ծիծաղալ է, իրենք մեզ իրենց արշինով են չափում։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։